Մասիսում առաջիկա օրերին հրավիրվող ավականու նիստը կորոշի, թե ով կդառնա Մասիսի նոր համայնքապետը 21 թվականին վերընտրված Դավիթ Համբարձումյանին կալանավորելուց հետո։ Ավականու նիստի անցկացման ստույգ օրը դեռ հայտնի չէ, սակայն համայնքապետարանից վստահեցնում են, որ այն չի ուշանա։ Փաստացի Մասիսը 5 օր է չունի համայնքի ղեկավար, իսկ Դավիթ Համբարձումյանի գլխավորած պատիվ ունեմ խմբակցությունն արդեն ունի փոխարինող նոր թեկնածու։ Մասիսի համայնքապետի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանի թեկնածությունը կառաջադրի ընդդիմադիր ավականու կազմը նոր նիստին։ Համբարձումյան դաշինք խմբակցության նիստով որոշվել է, որ Դավիթ Համբարձումյան խմբակցության թեկնածուն ես պետքա լինեմ։ Ես այս պահին հանդիսանում եմ համայնքի ղեկավարի փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ եւ քաղաքը իր բնականon հունով աշխատանքները տանում է եւ Համբարձումյան Դավիթի ավականու լիազորությունների վաղաժամ դադարեցման հայտարարության բուն իմաստը դա եղել, որ համայնքը մի տոկոս չտուժի իր ապօրինի կալանավորումից եւ Կալանավորման հաջորդ օրը Դավիթ Համբարձումյանն իր առաջին ուղերձը տարածեց Նուբարաշենք հրյակատարողական հիմնարկից հայտարարելով, որ վայր է դնում իր ավականու մանդատը եւ ըստ այդմ դադարեցնում է համայնքապետի իր լիազորությունները։ Նրա խոսքով բանտախցում է գտնվում անթակույց քաղաքական հետապնդումների հետևանքով։ Ես հեռանում եմ ավականուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Մեր երկրում մոլեգնող քաղաքական բռնաճնշումները չեն շրջանցել ոչ միայն ինձ, այլև տասնյակ եւ հարյուրավոր հայրենակիցների, սակայն ես մնում եմ ուժեղ իմ համաքաղաքացիների եւ աջակցության շնորհիվ։ Գործող վարչախումբը չի մարսել մեր պատվախնդրությունը եւ հայրենասիրությունը գործող ռեժիմի բիրտ ճնշումները եւ աղաղակող ապօրինություններն ի վիճակի չեն կոտրել մեզ, որպեսզի կերտենք ավելի ուժեղ եւ ավելի ամուր հայրենիք, գրել է նա։ Համբարձումյանն ընդգծել է, որ գործող վարչախումբը պետական համակարգի ռեպրեսիվ գործիքներով ջանքեր է գործադրում զավթել մեր երկրում ամեն ինչ։ Իսկ հնարավոր է Դավիթ Համբարձումյանի թիմակից 14 մանդատակիր ընդդիմադիրներին զերծ պահել իշխանության խայծերից ու հնարավոր խարդավանքներից, որպեսզի Մասիսն էլ Վանաձորի փառաքարի օրինակով չխլվի ընդդիմադիր ուժի ձեռքից։ Համբարձումյանի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը վստահ է, որ իրենց թիմը կդիմադրի ցանկացած ճնշմանն ու գայթակղիչ առաջարկներին։ ԴՔՊ վարչությունից ճիշտ ասած տեղեկատվություն չունեմ եւ թեմ էլ ուզում հետաքրքրվեմ, թե իրենք ինչ են անելու, տեխնացու ունենալու են թե ոչ։ Դավիթ Համբարձումյան խմբակցությունը իր տեխնացիով կգնա ընտրության, եթե կունենա ԿՊ քաղաքացիական պայմանագիր խմբակցություն տեխնացու, ապա Պետք մենք ընտրության։ Նրա խոսքով չի պատկերացնում երկարաժամկետ պաշտոնավարում, քանի որ վստահ է շինծու գործով կալանավորված իր ընկերն ու վերադասը շուտով կվերադառնա եւ կշարունակի աշխատանքը։ Հակոբյանը նշում է, որ 14 ավականու անդամներից որևէ մեկը իշխանական ճնշումներին չի ենթարկվելու, իշխանությանը չի հաջողվի նոր խարդավանքների գնալ։ Ընդդիմությունը ատամներով է պահելու Մասիսում իր վերահաստատված իշխանությունը, ընդգծել է նա։ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է հոկտեմբերի 28-ին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու պահին հենց օդանավի դռան մոտ։ Նրա պաշտպանությանը միացել են արդեն 5 հայտնի փաստաբաններ։ 2018-ից հետո Հայաստանում հաստատված ԿՊ իշխանության պայմաններում Համբարձումյանը միակ վերընտրված ՀՀԿ-ական համայնքապետն էր։ Նրան մեղադրում են 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիս գյուղից Հանրապետության հրապարակ շտապող Նիկոլ Փաշինյանի աջակիցների նկատմամբ իբր զենքի սպառնալիքով բռնություն գործադրելու եւ նրանց շարժը խոչընդոտելու մեջ։ Դավիթ Համբարձումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա եւ իր պաշտպանները համոզված են, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Ընդդիմադիր շրջանակներում համոզված են, այս փուլում իշխանության նպատակն էր մեկուսացնել Համբարձումյանին քաղաքական գործընթացներից 2026-ի համապետական ընտրություններից առաջ, թե Մասիսում իր ունեցած բարձր հեղինակության եւ թե իմպիչմենթի տեխնացու լինելու համար։ Վստահ եմ արդեն ծանոթացել եք Դավիթ Համբարձումյանի տարածած հայտարարությանը, որ այս ամենը ինչ գնահատականներ է ինքը տալիս եւ նշում, որ վերադարձից հետո բոլորս միասին պայքարելու ենք Հայաստանում բոլոր քաղաքաբանտարկյալների, փաստացի այդ թվում նաեւ իր ազատության եւ ամենակարևորը իշխանապողության համար։